Եվանա ցայնեն բարիերեգո հարկելու ընտիրներ Մարալի եւ ցայնը հաղորդավար Ժորժինան ցեզեհդեն լիբանանահայ խմբերգային արվեստահայդակրով, որ հիմնված է Ռուբինա Ալահայդոյան Արտինյանի պատրաստած համանուն գիրքին վրա։ Այսօրվա հայդակրով պիտի ներկայացնենք Հոպենետմեն հոյեչետի խմբավարներեն Հարութ Ֆազլյանը։ Հաջելի ունգընտության մաղթանքով գանցիմ հայդակրի կորզատրության։ Օգոստոս 1995-ին հոյեչետի երգչախումբի ղեկավարությունը կփոխվի, այս անգամ անիկա կվստահվի Հարութ Ֆազլյանին։ Երգչախումբի հին ու նոր անդամներուն համար դեղի կունենա սովորություն դարձած հանդիպում հյուրասիրությունը 9 նոյեմբեր 1995-ին Զաբեր Մովսեսյան գետրոնի Անտրանիկ Սևան ակումբի սրահի մեջ։ Սիրողական դարերը պաղացած երգչախումբի 34 տարբեր տարիքի անդամներ կխմբվին երդասարդ խմբավարին շուրջ, զինված մշակույթի եւ երկի նկատմամբ իրենց ունեցած սիրով միասնապար իրականացնելու Հարութ Ֆազլյանի ուժեղ ագաթեմական երգչախումբ կազմելու ծրագիրը։ Հարութ Ֆազլյան ծնած եւ հասակ առած լալով արվեստագետ հանրազանոթ ընտանիքի մեջ, հայրը Պեմատրիչ դերասան Բերժն է, մայրը նկարչուհի դերասանուհի Տաշնագահար Սիրվարդը, ինքն ալպնականաբար կնվիրվի երաժշտական արվեստին, հետևելով Տաշնագի եւ Չութագի դասերու։ Լիբանանի քաղաքացիական պատերազմին պատճառով 1976-ին ընտանյոք կմեկնին Կանադա, ուր անգահաճախե անգլիական դպրոց եւ հոն արդեն իր դասընկերներով կգազմե ռոք երաժշտական խումբ։ Ապա 1983-ին հորը դասավորումով Երևան կմեկնի եւ 7 տարիներու երաժշտական ուսումնառության որպես արդյունք անգամասնակի դանա նախ խմբավարության, ապա սիմֆոնիկ ու օպերայի ղեկավարության մեջ։ Հարութ Ֆազլյան 1990-ին վերադառնալով Մոնրեալ կսկսի դալ դասական ելույթներ եւ իր մասնակցությունը բերել համաշխարհային մրցույթներու, մինչեւ վերջնականապես Լիբանան հաստատվելը 1995-ի գիսուն։ Բեյրութի մեջ անգսկսի դասավանդել Լիբանանի պետական բարձրագույն երաժշտանոցի մեջ, դեսական նյութեր, դեղական եւ հայկական պատկերասպիրի գայաններեն կներկայացնե երաժշտական հայտակիրներ եւ կստանցնե հոյեչետի երգչախումբին խմբավարությունը։ Երդասարդ խմբավար Հարութ Ֆազլյանի երգչախմբային խմբավարության առաջին գդարումները տեղի կունենան Բեյրութի Հակոբ Դերմերքոնյան հանդիսասրահի մեջ 14, 15 եւ 16 հունիս 1996-ին։ Այս համերգը կազմակերպված էր Հոպենետմենի հիմնադրության 90-ամյակին եւ հոյեչետի հիմնադրության 65-ամյակին արիտներով։ Հայդակրի առաջին մասը նվիրված էր անուշ օպերային քաղված հատվածներու։ Երգչախումբը կմեկնաբանե Ափսոս Անուշ, Սարոյի երգը, Ամբիդագից, Անուշի երգ, Համբարձում Յայլա եւ Վշվշում է քեդը երգերը, ասմունքային ընկերակցությամբ, կատարողությամբ հայրենի ասմունքով Վիկեն Ստեփանյանի երգ եւ ասմունք զուգորդությունը զիրար ամբողջացնելու նպատակով։ Հայդակի երկրորդ մասով երգչախումբը կգադարե Գոմիդասեն 4 երգ՝ Զարզնկը, Սայլի երգ Ելիել, Հովարեկ եւ Երի ջան, Հայաստան, Սայեդ Նովայեն
Թունես Հուրինես եւ արեմդյան երկաններու կորձեր Ալեն Մենքնի Ալադին եւ Դենկայի Ֆինիկուլա խմբերքները։ Համերկի ավարտին ներկաներու փունձապերուն ընտարաչեն գտնելով Հայաստան երկը։ Համերկի տաշնագահարն է Լիզա Տютюնջան։ Հարութ Ֆազլյանի Բեյրութի մեջ խմբավարած առաջին համերկի մասին Աստակ օրաթերթի տխտագիծը գկրե։ Հանդիսությունը սկսավ հոդնգայս ունգտուչամբ Լիբանանի, Հայաստանի, Հոպենտմենի եւ Հոյեչտի քայլերներուն։ Աբապեն բարձացավ երդասատ խմբավարը Հարութ Ֆազլյան Լիբանանյան իր առաջին քննությունը կատարելու։ Երաժշտասեր հանդիսականները անշուշտ ակնկալություն ունեին խմբավարեն։ Գցանգային որանալար փնդրված անձը, որ իր ղարքին գարենար նոր շունչ մպերել հետսետե թալգացող մեր տասական թե ժողովրդական երկրու մեկնաբանության ու բահմանման համար, որբեսի հայերը սկաստանային ու երկարվեստը չվերածեին ամենտեղ ձախվող ու կնող աբրանքի։ Այս բարակային առնված այս նոր քայլը ներդրումը կնկատենք Լիբանանահայ երգչախմբային արվեստը զարգացնելու առընչությամբ։ Ձապահարելի չանկմը, որուն իդես կարելի չի անդարբեր մնալ։ Հարութ Ֆազլյան լավ գետ մնշանագեց, անվգայություն բերավ իր ինքնավստահ եւ նվիրյալ չանկերով, հիշեցնելով մեզի Բարույր Սևագի մարգարեաշունչ խոսքը. ուշ են գալիս, բայց ոչ ուշացած։ Արժեքը գիտնանք մեր արժեքներուն։ Sarem siru
Արքի ճամփա ես իմ մասիս սարնեմ Հաջորդ տարին 1997-ին արդեն Հարութ Ֆազլյանի ղեկավարած Հոյեչետի երգչախումբը երանդուն ու աշխուժ նոր անդամներով երդասարտացած գպարելավ է իր կորձունեության ձիրը հանրության ներգայանալով մեկ ավելի ելույթներով։ Առաջին համերգը Սուրբ Ծննդյան համերգն է, որ դեղի կունենա Զալայի Սուրբ Խաչ եկեղեցվո Բեդողլյան սրահի մեջ։ Համերգը գարժանանա չեմ կնահատանքի եւ կգրգնվի Հոյեչետի Զահլեի ագումբի հանդիսասրահի մեջ։ Հոյեչետի երգչախումբին երկրորդ համերգը դեղի կունենա 23, 24 եւ 25 մայիս 1997-ին Հոգեմենի Արարատյան սրահի մեջ։ Հայդակին առաջին մասով երգչախումբը կգադարի 11 խմբերգ՝ Մավիսակալյան, Ճան Հայաստան, Ճտճյան, Սիրուն աղջիկ, Բրամս, Դայբերգը, Գոմիդաս, Ձիրանիձար, Հովաննեսյան, Անուշ Անուրչով Բաջուջիր հոգիս, Պուչինի, Օմիո Բաբիննո Կարո, Սյունի Ուստիգուկաս, Զակարյան Յարգը Գոնտաս, Վերդի Էրնանի, Դիկապուա Օ Սոլեմիո եւ Գարամուրզա Կացեք տեսեք։ Հայդակրի երկրորդ մասով 42 կինոց երգչախումբը կմեկնաբանի Գարամուրզա Կեզիմիրնիմ, Շնորհալի Նոր ծաղիկ, 5 ամերիկյան ապրիգյան Spirituals Lennon McCarthy Yesterday, Դիկրանյան Կուսանի երգը, Սայատ Նովա Դու են հուրինես, Կաչինի Ave Maria, Գոմիդաս Հապրպան եւ Սմպադյան Հայաստան։ Գարկ խմբերգներու մշակումը եւ երաժշտական համադրումը ինքը խմբավարը կատարած է։ Մեներկողներն են Հայգազ Գյոկոսյան, Նորա Եղիայան Մաջարյան, Անայիս Նենեջյան Գեդիգյան, Լևոն Հասրջյան, Գրիգոր Էլմայան, Ոսկան Կեշիշյան, իսկ Զուկերկ Սիլվի Սողոմոնյան եւ Արա Կոջողլանյան։ Տաշնագահարույն է Լիզա Տютюնջյան։ Այս այլազանությամբ եւ նորարարությամբ բնորոշվող համերգին Հայդակիր քրկուգին իր խոսքի մեջ խմբավար Հարութ Ֆազլյան գկրե։ Կայլ բահելով արտի ժամանակներու տավալումին, բահբանելով մեր տասական երգչախմբային ստեղծագործությունները, ստիպված ենք վերանորոգման փորձ մկադարել մեր երգչախումբի այժմու երկացանգին, միշտ բահելով մատուցման բարձր մագարտակը։ Հարութ Ֆազլյանի ղեկավարությամբ երգչախումբը իր մասնակցությունը կբերե Հոյեչետի մշակութային մարմնի նախաձեռնությամբ կազմակերպված քարվեստական երեկոյիմը, որ դեղի կունենա գիրակի 23 նոյեմբեր 1997-ին երեկոյան ժամը 7-ին Հոփենտմենի Դեմիրջան գետրոնի Փակ մարզատաշտի մեջ։ Հայդակի ավարտին Հոյեչետի երգչախումբը կներկայացնի 8 խմբերգներ, որոնց մե ոմանք առաջին կատարումով։ Մավիսակալյան Ճան Հայաստան, ժողովրդական Նուբար, Բրամս Դայբերգը, Սատյան Եսիմանուշ Հայաստանի, Սյունի Ուստիգուկաս, Դենզա Ֆունիկուլի Ֆունիկուլա, Հովաննեսյան Սարտարաբադի Քաչերը եւ Մանսուրյան Եսիմանուշ Հայաստանի։ Երգչախումբին ընկերակցին Անի Գադարյան Տաշնամուր, Շահե Բաբահեկյան Ձեռնատաշնակ եւ Արտյուր Քեշիշյան Դհոլ։ Հոյեչետի երգչախումբի մասին խոսնակ կկրե։ Հոյեչետի երգչախումբը վերաթարմանալով վերջին տարիներուն իր շուրջ հավաքած է մեծ թիվով երդասարդ դարեր, բանը որ արժանի է կնահատանքի, այժմ կմնա բահել ունեցածը եւ անցնել առաջ։ 1998 տարեշրջանն ալ Հոյեչետի երգչախումբին համար այլազան ծրագիրներով եւ արիտներով լեցուն դարի մգլա։ Հարութ Ֆազլյանի խմբավարությամբ երգչախումբը ելույթ կունենա Grand Theatre բացման հանդիսության կազմակերպված ֆրանսացիներու գոմե։ Երգչախումբը երկրորդ համերգով մահանտես կուքա նոր դարվան եւ Սուրբ Ծնունդի դոներուն արիտով Դեմիրջան գետրոնի մեջ։ Նաեւ փեդեվար ամիսեն սկսյալ լուրջ աշխատանքի գլծվին հունիսի գայանալիք համերգին համար։ Այս համերգին ընտարաջ Հարութ Ֆազլյան Զարտոն Կորաթերթին տխտագիցին հետ գունենա հարցազրույցը երգչախումբի գազմությամբ հերանագարներուն եւ իրակորձումներուն մասին։ Մայստրոն գսե Մենք ներկայիս ունենք բավական մեծ թիվով նոր անդամներ, որոնք տեսնելով երգչախումբի հաջողություններն ու նվաճումները, փափակ հայտնած էին մաս կազմելու։ Երգչախումբը ունի 40-45 անդամներ։ 40 անդամներեն հազիվ մի քանի անձեր նոտայի մասին կաղապար ունին, իսկ շատ քիչեր երաժշտական դաստիարակություն։ Ինչպես գիտեք, խումբը ամբողջովին սիրողներ է կազմված է եւ փորձառությունը խումբի մեջ կշահի։ Անգնշե թե գուզե արտիականացնել հայ երգչախմբային արվեստը, ներմուծելով էստրադային ջող երաժշտություն, հայ թե օդար։ Անգպորտ է դուրս գալ երգչախումբերու հին մտածելակերպերեն եւ մատուցելու ցեվամիջոցներեն։
Այն հարցումին թե իր ցկդումները գիրակորձե այս երգչախումբով անգապատասխանի։ Սխալ պիտի ըլլար, եթե ասեի, թե իմ ամենամեծ ցկդումներս գիրակորձեմ այս երգչախումբով։ Իմ իսկական մասնակցությունը սիմֆոնիկ նվագախումբի խմբավարությունն է։ Ես ղեկավարած եմ մինչև 140 հոգինոց նվագախումբեր, արհեստավար օպերաներ։ Անշուշտ երգչախումբի ղեկավարությունն ալ հարազատ է եւ ուրիշ զգացումներ կարտնցնե, բայց բավարարության մասին անդրադառնալով այդ աշխատանքը չի կոհացներ իմ բարձրագույն իղձերս եւ ցկդումներս։ Մայստրո Հարութ Ֆազյանի ղեկավարությամբ Հոյեչիտի երգչախումբի զույգ համերգները դեղի կունենան 3 եւ 4 հունիս 1998-ին Դեմիրճան կենտրոնի մեջ ներկայությամբ հայ եւ դեղացի հոգեվոր ու աշխարհական բարձրաստիճան հյուրերու եւ արվեստասեր հասարակության։ Համերգը կսկսի Մելիք Մավիսակալյան Ջան Հայաստան, Արնո Բաբաչանյան Երևանի Սիրուն աղջիկ, Արմեն Սմպատյան Հայաստան, Խաչատուր Ավետիսյան Որտեղ գտնեմ քեզ, Ալեքսանդր Հարությունյան Դելեյաման, Վերդի Վապենսիերո, Ռուսական ժողովրդական Շեդրիկ, Սայաթ Նովա Տուն Էն Հյուրինես եւ հայդակրի առաջին մասը վերջ կգտնե Լիբանանցի հանրահայտ ռահբանի եղբայրներու հորինումներեն փունչմի երկերով, որոնց համատրումն ու տաշնավորումը ըրած է խմբավար Հարութ Ֆազլյան։ Հայդակի երկրորդ մասը կսկսի Karl of Carmina Buranayեն երկու հատվածներով, Արնո Բաբաջանյան առաջին սիրո երգ, ժողովրդական Yamanjar, Verdi Zukerkmը, Schubert Ave Maria, Brahms Դայբերգը, Դիկրան Չուխաջյան Գարինեի Արյան, ժողովրդական Նուբար, Մելիք Մավիսակալյան Մենք հայերենք, իսկ համերգը իրավարտին կհասնի Դիկրան Մանսուրյանի Եսիմանուշ Հայաստանի խմբերգով։ Երգչախումբին տաշնագահարն է Մատիլդ Սանդրա Չոլակյան, անոր գնգերանա նաև 9 հոգինոց լարային, փողային եւ հարվածային նվագարաններու արեստավար երաժիշտները կազմված Սենեգային նվագախումբը։ Երգչախումբի մեդագադարներն են Գրիգոր Էլմայան, Շողիկ Թորոսյան, Ոսկան Կեչիշյան եւ Նորա Եղիայան Մաջարյան։ Այս համերգի մասին աստագի թղթագիծը իր հոդվածի հարաճապանի մեջ կգրե։ Լիբանանահայ երաժշտական կյանքը աննախընթաց աշխուժության մեջ է վերջերս։ Զիրար գհրմշտգեն բազմաթիվ երգչախումբեր ու երաժշտական սենեգային ելույթներ, մշակութային առողջ երուզերի մեջ տնելով բազմահարյուր երաժշտասերներ, որոնց թիվը հետսեդե կբազմանա։ Այս բոլորի մեջ ուշագրավ ներկայություն է նաև Հոպենտմեն Հոյեչիտի երգչախումբը, որ խմբավար Հարութ Ֆազյանի ղեկավարությամբ Լիբանանահայ երգչախմբային արվեստի մեջ նոր էջ մտածավ 3 եւ 4 հունիսին Հոպենտմենի Դբայայի Դեմիրճան կենտրոնի մեջ։
Ցայնային լավ դվյալներով օժտված ավելի քան 4 տասնյակ երիտասարդներ Սենեգային փոքր նվագախումբի ցայնակցությամբ մատուցեցին 20 խմբերներ, որոնք իմի եկած էին հայրենի ժամանակակից երգաններու ժառանգութենեն ու տասական հանրահայտ երգերու էջերեն։ Իր խմբավարական դարերքի մեջ Հարութ Ֆազլյան եղավ սկոն ու գենսահորդ։ Հոդվածակիրը եզրափակելով գրությունը կնշե. Այժմ Լիբանանի Պետական Երաժշտանոցի մեջ դասավանդության առընթեր, քանի որ դարիա ի վեր ղեկավարե հոյեչտի երգչախումբը, որ Երևանի մեջ դրձված այս երդասարդ խմբավարին առաջնորդությամբ համերգի համերգ նկատառելի վերել կաբրի գդարողական որակին, տեխնիկ հնարավորության հղումին, արոկանական մակրության ու նրբերանգային արտահայտչականության մեջ, բադվապեր ներկայություն ըլլալով Լիբանանի մեջ։ Հարութ Ֆազլյան 3 տարվան ընթացքին հոյեչտի երգչախումբը գերիդասարտացնե երկողներու մեջ ընկերային չերմ մտնոլորտ կստեղծե, երգչախումբը գայուն հիմերու վրա կհաստատե, նոր արարություն կմտցնե յուրաքանչյուր համերգի երգացանկին ու մատուցման ցևի մեջ եւ կմտածե դակավին բազմազան նորություններու եւ օպերետներու փեմականացնելու մասին։ Դժբախտաբար 1998-ի համերգը գլահոյեչտի երգչախումբին վերջինը։ Երգչախումբը գլուծվի եւ խմբավարը կգազմե իր անձնական երգչախումբը զոր կգոչե հորովել։ Իր բացատրությամբ յուրահատուկ երևույթ էր Լիբանանի մեջ, որովհետեւ անձնական երգչախումբ գոյություն ունեցած չէ, միշտ եղած է կամ հարանվանությամբ, կամ միությամբ հովանի ինդակ։ Հարութ Ֆազլյան իր հորովել երգչախումբով հանրության կներկայանա 16 եւ 17 եւ 18 մարտ 1999-ին Հոգեմենի Արարատյան սրահի մեջ։ Համերգի հայդակրի մաս կգազմեն խմբավարին տաշնավորած ու համատրած հայ թե օդար երգահաններու խմբերներ, ինչպես նաեւ իր հեղինակած Paradiesi Glorian։ Նույն դարվան 24 մայիսին 2 հունիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բալադի մեջ դեղի կունենա խաղաղության նվիրված քանթաթա երգչախմբային երգեցողության շաբաթը, որոնց կմասնակցին 7 լիբանանյան երգչախումբեր, որոնց շարքին են 2 հայկական խումբեր՝ Հարութ Ֆազլյանի հորովել երգչախումբը եւ Եդվարդ Թորիգյանի խմբավարած Գաթողիկե Պատրիարքարանի գրունգը։ Յուրաքանչյուր օր մեկ երգչախումբ հանդես կուկա, իսկ վերջին օրը բոլոր երգչախումբերը միադեղ 250 երգիչ կմեկնաբանեն ֆրանսիացի հեղինակ Դարիոս Միոյի կանտատը։ Ունգընտրենք Ֆազլյանի ղեկավարած երգչախումբ նվագախումբի Կարմինա Բուրանա ստեղծագործությունը։ Լիբանանյան երաժշտական կյանքի մեջ հաջողակի ներկայություն կդառնա Հարութ Ֆազլյանի հորովել երգչախումբը։ Բեյրութի Սան Ժոզեֆ համալսարանի հիմնադրության 125-ամյակին արիթով կազմակերպված ցերնակներուն իբրև փակման հանդիսություն 40 օկինոց հորովել երգչախումբը համերգով հանդես կուկա 23 հունիս 2000-ին Սան Ժոզեֆ համալսարանի նորագարույց ամֆիթատրոնին բացման ցերնակներու ձիրեններս։ Հայդակիրը կընդգրկե տասական, հայկական ժողովրդային եւ ժամանակակից խմբերներ։ Համերգը կսկսի Հարութ Ֆազլյանի հորինած Սան Ժոզեֆ համալսարանի քայլերկով, որուն կհաջորդե Մելիք Մավիսակալյանի Ճան Հայաստան խմբերքը, Սկարլատիի մեկ երգը, Գոմիդասի Հովնանուշ, Դելիբի Քիրիե Սանկտյուս Գլորիա, Շուբերտի Ave Maria, հայկական ֆոլկլորեն երգերու շարամը Ֆազլյանի մշակումով, ապա կհնչե Պերգոլեզիեն խմբերքը Ալեքսանդր Հարությունյանի երգերին համար, Հարութ Ֆազլյանի հեղինակած Paradiesi Gloria, ժողովրդային նուբար Շուբերտի Քիրիե, Գոմիդասի Լուրու կուտաներկը եւ Երեգոն իրավարտին կհասնի Մելիք Մավիսակալյանի Մենք հայեր ենք խմբերքով։ Երգչախումբի մեներկողներն են Շողիկ Թորոսյան եւ Ռիտա Սաղբազարյան, իսկ դաշնագահարն է Մարի Աուեդիս։ Երգչախումբին կգերակցի 20 օկինոց Սենեգային նվագախումբը, գազմված Պետական երաժշտանոցի նվագախումբի անդամներ են։
Այս համերգի մասին աստագի հոդվածակիրը գրե. Լիբանանի մեջ երկչախմբային արեստավարժ կյանքի եւ ավանդույթներու ոչ այնքան հարուստ մթնոլորտի մեջ հորովել գուկա որակավոր նոր օղակը ավելցնելու, որ ինքնին խրախուսիչ է եւ հարստացնող։ Դարվեդարի երկանտեսներու ընթացքին ցուցաբերած երաժշտական գեղարվեստական նվաճումներով հորովել արդեն իսկ ցերկ բերած է Լիբանանի ամենալավ երկչախումբերեն մեկ ըլլալու արդար համբավը։ Ֆազլյանի հորովել երկչախումբը իր գործունեությունը կշարունակի մինչև 2002 թվական, որ մեծ կտատրի խմբավարի բացատրականով ժամանակս ամբողջովին pedagogan նվագախումբին դրամատրելու պատճառով ժամանակ չգրցա ունենալ շարունակելու հորովելը։ Մայստրո Հարութ Ֆազլյան իր երթը կշարունակի Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախումբին հետ։ Ան ինքզին կհամարի աշխարհի ամենեն երջանիկ մարդոցը մեկը, որովհետև կսպաղի միայն երաժշտությամբ, նաև երաժշտական աշխարհին վերաբերյալ իր երազը իրականացած կհամարի, ինչպես ինքը գսե։ Հոյեչդի երկշախումբերու գործունեությունը 1998-ին յետ գանք կառնեն զանազան պատճառներով։ Սկաուտական եւ մարզական աշխուժ գործունեությունները կշարունակվին եւ մանավանդ արին բարախումբի գրծերներու եւ երեցներու բազմանդամ խումբերուն հաջախագի ելույթները կհարստացնեն Լիբանանահայ քաղուտի կյանքը։ Այժմ պիտի ունգընտրենք Փուրթուա Արմենի երգը, որ մեկնաբանված է Շարլ Ազնավուրի նվիրված Փուրթուա Ազնավուրի ելույթի ընթացքին կատարողությամբ Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախումբին խմբավարությամբ Հարութ Ֆազլյանի։
Սիրելիներ, այսպիսով վերջ կգտնե մեր այսօրվան Լիբանանահայ խմբերկային արվեստը հայդակիրը, որ գնաք դարձյալ ունգընտրել այցելելով Վանացայինի գայքեչի արխիվներու բաժինը։ Դարձյալ ցերետ գլան կարաչիգա 5 շաբթի երեկոյան ժամի 5-ին։ Ցտեսություն։